Երգչուհի Տաթև Ասատրյանին սիրում են բոլորը։ Վերջին տարիների ընթացքում նա շատ ակտիվ գործունեություն է ծավալում, թողարկելով նոր հիթային երգեր։ Տաթև Ասատրյանն էլ ավելի սիրվեց իր համերգային երեկոյից հետո, որի ժամանակ նա հանրությանը պատմեց իր անցած դժվար ճանապարհի ուժ գտնելու և այսօր այն, ինչ ունի, սեփական ուժերով դրան հասնելու մասին։ Երգչուհին արդեն մի քանի տարի է ամուսնացած է իր սիրելի Նարեկի հետ, զույգը սակայն դեռևս փոքրիկ չունի։ Երգչուհու երեխա չունենալու մասին լուրերը տարատեսակ շրջանառվել են համացանցում։ Նա այս թեմային թերևս խուսափել է անդրադառնալ։ Կար ընթացք, որ լուրեր էին պտտվում այն մասին, որ պատրաստվում է որդեգրել իր երկրպագույն փոքրիկ Նժդեհին, սակայն այս լուրը ևս անպատասխան և առանց մեկնաբանության թողնվեց երգչուհու կողմից։ Նշենք նաև, որ երգչուհին ամեն ինչ անում է փոքրիկ Նժդեհի համար, սակայն որպես այդպիսին նրան որդեգրել կարծես թե չի պատրաստվում։ Տաթևը կատարում է ամեն օր Նժդեհի երազանքները։ Նա Նժդեհին նվիրում է իր սիրելի և իր երանելի մոտոցիկլը։ Նա Նժդեհի հետ ժամանակ է անցկացնում, նրա հետ շրջագայում է, ինչպես նաև Տաթևի շնորհիվ Նժդեհը սովորել է դհոլ նվագել։ Իր համերգային երեկոների ժամանակ Նժդեհը մի քանի ելույթով հանդես է եկել և ցույց տվել իր նոր տաղանդը։ Այս օրերին երգչուհին կրկին շրջագայության է մեկնել և Նժդեհը կրկին նրա հետ է։ Տաթևն իր ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է փոքրիկ Նժդեհը ծովում ժամանակ անցկացնում, ուրախանում և վայելում բնության հրաշքները։ Ինչ խոսք, համացանցում յուրաքանչյուր նմանատիպ հրապարակում հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ բացահայտելու Տաթև Ասատրյանի հիանալի մաթ տեսակը։ Մարդիկ ամեն անգամ հիանում են, զարմանում նրա բարությամբ և գովերգում, ասելով, որ յուրաքանչյուր արտիստ պետք է նման կերպ վարվի, որպեսզի բոլոր երեխաները լինեն երջանիկ։ Ներկայացնում ենք Տաթև Ասատրյանի և Նժդեհի մասնակցությամբ մի քանի կադրեր։ Արի մոտես։ Ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե Նժդեհը որտեղ է, ոնց է ու ինչ է անում։ Ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ՞ կյանքս։ Ժողովուրդ ջան, հիմա մենք գրինում ենք, գալու ենք Ռոստով, կնասադար